Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը, իսկ օրվա խորհրդի մասին զրուցելու ենք Տեր Ստեփանոս քահանայի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրեմ ներկայացնել օրվա խորհուրդը։ Ուրեմն այսօր մեծ ցնծությամբ հայ առաքելական եկեղեցին տոնախմբում է Ծաղկազարդի տոնը, որը խորհրդանշում է Քրիստոսի մեր Տիրոջ հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ։ Մի քանի անգամներ եղել էր Տերը Երուսաղեմում, բայց այն դեպքն է, որ վերջին անգամ եկավ Երուսաղեմ եւ իր առաքելությունը գալ եւ մարդկության մեղքերի համար խաչվելն էր եւ դրա համար է որ ինքը ընտրեց այդ խաչի ճանապարհը եւ եկավ Երուսաղեմ։ Եվ սա այն վերջին անգամն էր, որ մարդիկ էլ մանուկների հետ միավորված դուրս եկան արմավենու դափնու տերևներով Տիրոջը դիմավորելու, Ովսաննայի բարձունս երգելու եւ այդպես Տիրոջ հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ նշելու եւ այսօրն է, որ մեր հայ առաքելական եկեղեցին ավարտելով Մեծի պահոց շրջանը Ծաղկազարդով վերջացավ, ավարտվեց մեծ պահքը եւ սկսում ենք ավակ երկուշաբթիով ավակ շաբաթը, որոնք որ ամեն օրն իր խորհուրդ ունեն, այնպես որ այսօր մեզ համար նաեւ վեհապարհոր կարգադրությամբ եւ օրհնությամբ հաստատվել է մանուկների օրհնության օր։ Իսկ վերջին շրջանում մարդկանց հոսքը ինչպես տեսնում ենք մենք էլ վերջին տարիները համեմատելով ճիշտ ենք նկատել, որ ավելացել է մարդկանց հոսքը դեպի եկեղեցիներ։ Այո, կարելի է այս արձանագրել նաև այն փաստը, որ հավատքի դարձի ճանապարհը ավելի ու ավելի է մեր ժողովրդին կարծես թե հետ բերում դեպի եկեղեցի եւ դուք էլ նաև դա փաստեցիք։ Մնացած եկեղեցիների առումով էլ կարելի է ասել, որ բոլոր եկեղեցիներն այսօր լեփլեցուն են հավատավոր մեր քրիստոնյա ժողովրդով, եւ որը որ շատ ուրախալի է եւ ոգևորող։